Ինչի՞ չեք կարդում։ Կեսից հետաքրքրությունը կորում է։ Պրոբլեմը կոմիզմը այս մեխը։ Ժամանակի սողության պատճառով այս պահին չեմ կարդում։ Դետեկտիվներ երբեմն կարդում եմ։ Ես հիմնականում բանաստեղծություններ եմ կարդում Սևակ։ Հիմա ես կարդում եմ մի հարկանի ամերիկան, հեղինակի անունը ուղղակի չեմ հիշում։ Գիրք կարդում եք։ Չէ, չեմ էլ ուզում կարդամ, ինչ կարդամ։ Առանց կարդալու նա փող ենք աշխատում եմ։ Հաստորեն, եթե գիրք կարդաք, փող չեք կարող աշխատել։ Կարդացողներին տեղ չկա աշխատելու, ես կարդամ ինչ անեմ։ Մադրիդ, Մոնրեալ, Բոգոտա, Ամստերդամ, Բուենոս Այրես, Երևանը աշխարհի 12-րդ քաղաքն է, որ պատիվ կունենա կրելու գրքի համաշխարհային մայրաքաղաքի կոչումը։ ՄԱԿ-ի մշակութային գործակալությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հայաստանի մայրաքաղաքը հայտարարել է 2012-ի ամենագրքային քաղաքը։ Հայաստանից բացի կար ևս 3 քաղաքների հայտեր, Չինաստանի Գյուլի քաղաքներ, Կլայպեդան եւ Վելինգտոնը, Նոր Զելանդիա։ 2001-ից սկսած ամեն տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը գրադարանների, հրատարակիչների եւ գրավաճառների միջազգային ասոցիացիաների հետ միասին ընտրում է գրքի մայրաքաղաք։ Հանձնաժողովը հայտը քննելիս հաշվի է առնում հետեւյալ հանգամանքները. պետական շրջանային մարզային մակարդակով գրքի տպագրության, ընթերցանության միջոցառումների կազմակերպման աշխարհագրությունը, տարվա ընթացքում տպագրվող գրքերի քանակն ու որակը եւ երկրում խոսքի ազատության վիճակը։ Հաշվի առնելով, որ 4 ներկայացուցչական մարմինները ընտրել են Երևանը, միայն կարող ենք եզրակացնել այստեղից, որ Հայաստան ներկայացած հայտը ավելի ներկայացուցչական է եղել, ավելի ուշագրավ է եղել, ավելի հետաքրքրական է եղել մյուսների համեմատ։ 2012-ը Երևանում գրքային միջոցառումների հրավառություն է խոստանում։ Տարին տոնական կլինի 2 առիթով։ 1512-ին ուղիղ 500 տարի առաջ Վենետիկում Հակոբ Մեղապարտը ստեղծեց առաջին հայալեզու տպագիր գիրքը՝ Ուրփաթագիրքը։ Հայկական տպագրության 500-ամյա տարեդարձի Երևանի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու առիթով գրական ու մշակութային իրադարձությունները Երևանում կհավաքեն հայ եւ արտերկրացի գրքասերներին։ Ցուցահանդեսներ, համաժողովներ, շրջիկ գրախանութներ, գրքի տպագրության, վաճառքի ու ընթերցանության վերաբերյալ քննարկումներ, հայ տպագրության վիրտուալ թանգարան, ծրագրային օրակարգում երեխաներն ուշադրության հիմնական առանցքում են լինելու։ Եթե լինում է շահադրությունների մրցույթ երեխաների համար, դպրոցականների համար, անպայման լավագույնները կընդգրկվեն ժողովածուի մեջ եւ երեխան կունենա իր շահադրությունը մի գրքում, որը կլինի իր առաջին գիրքը, կարելի ասել։ Կլինի գունագեղ գրքեր շարքը, որտեղ երեխաները կձևավորեն գրքեր ու իրենց նկարազարդումներով կծնվի գիրք։ Միջոցառումների սկիզբը կտրվի ապրիլի 23-ին։ Հենց այդ օրը գրքի եւ հեղինակային իրավունքի միջազգային օրը Երևանը կդառնա գրքի համաշխարհային մայրաքաղաք։ Ուշագրավ մի պատմություն դեռ 100 տարի առաջ հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանը առաջարկում էր հենց այդ օրը նշել Սերվանտեսի եւ Շեքսպիրի մահվան օրերը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ուղիղ 15 տարի առաջ որոշեց այդ օրը դարձնել գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օր։ Համաշխարհային օր։ Այսինքն Թումանյանի այս պայծառատեսությունն էր հետաքրքիր, որ կատարվեց եւ տոնի վերածվեց այդ օրը։ Գիրգրականության, գրքի նկատմամբ սիրո եւ հոգացության ավելի քան 1600-ամյա պատմությամբ Հայաստանում գիրքն այսօր իր լավագույն օրերը չի ապրում։ Գրքային 2012-ը նպատակ ունի արթնացնել գրքի նկատմամբ 100-ամյակներով չափվող մեր հետաքրքրությունը։ Մենք պիտի կարողանանք կրկին ապացուցել, որ մեր տեղը ունենք երկրագնդի գրքի հրատարակիչների, գրքի ընթերցողների, գրքի տպագրության քարտեզի վրա հասնենք նրան, որ ակնկալենք, որ նորից փողոցում կհանդիպենք մարդկանց կամ մետրոյում կհանդիպենք մարդկանց, ովքեր գիրքը ձեռքից բաց չեն թողնում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն միջոցառումների համար գումարներ չի նախատեսել, գրական ու մշակութային բոլոր նախաձեռնությունները տեղական ֆինանսավորում կգտնեն պետական բյուջեից կամ հովանավորների օգնությամբ։ Ինչքան գումար եւ որտեղից հարցերը պատասխաններ կգտնեն առաջիկայում, երբ կառավարությունը հաստատի ծրագրի ֆինանսական փաստաթուղթը։ Դարձ արգիրք եկող տարի Երևանը պատվով կկրի իրեն վստահված կոչումը, խոստանում են պատասխանատուները, իսկ մինչ այդ հրապարակումը արձանագրում է մայրաքաղաքի գրքային այսօրվա դիմագիծը։ Ես իմ թորնիկների համար էի փնտրում, ուղղակի ուզում եմ հիշեմ իրենք որը չունեմ նորություն տանեմ իրենց։ Իրինա Բեկտաշյանը այս գրախանութի հավատարիմ այցելուներից է, գալիս է ամենատարբեր գրքերի հետևից, արդեն շուրջ 40 տարի։ Հերթ էին կանգնում,
սպասում ենք, թե երբ պետք է լինի այն գիրքը, որը որ ասենք ցանկալի է կարդալու, բայց ամենտեղ չկա։ Եվ եթե մեկը մի բան առնում էր, մյուսներին զանգահարում, ասում էր, գիտեք, այնտեղ այդ բանը կա, գնացեք, տեսեք։ 1997-ից սա բուկինիստ գրախանութն է, ժամանակակից հարմարավետ խանութի տեղում այստեղ տարիներ շարունակ հնամենի գրքերի խորհրդային հայտնի համար 26 բուկինիստական գրախանութներ։ 75-ամյա պատմությամբ գրքերի տունը անկախության առաջին տարիներին հոգեվարքի մեջ էր։ Նրա ներկայիս տնօրենը, որ գիտակցական ողջ կյանքում միայն գրքերի հետ է գործ ունեցել, որոշեց շարունակել խանութի ավանդույթները արդիական շեշտեր ավելացնելով։ Ես որոշեցի նորից նոր գրքի շուկա մտնել, այսպես ասած, որտեղ պահանջարկ առաջացավ։ Պատմությունը, փիլիսոփայություն, հոգեբանություն։ Այսօր բուկինիստի 6 մասնաճյուղում 37-ից 40,000 անուն գիրք կա, մոտ 4,000-ը անգլալեզու, 2,000-ը հայերեն, մնացածն էլ ռուսալեզու գրքեր են։ Ամենամեծ պահանջարկ ունի մանկական գրականությունը, սա ողջունելի է, որտեղ ծնողները չեն խնայում երեխաների համար։ 150 դրամ են, նայեք։ Հոբոս ապերի բանաստեղծներ, որոնք շատ լավն են, Հայրապետ Հայրապետյան։ Դրա արժեքը, ասեմ, 70,200 դրամ, վերնագիրը 33 ստրատեգի վայնի։ Ինքը բավականին հետաքրքիր գիրք է, նվերի համար շատ հարմար, նայեք, ոսկեզոծ է։ Գրախանութը կարդալու մեծ ախորժակ է բացում։ Շատերն իսկապես չեն դիմանում գայթակղությանը, բայց գրքերի ու գրքային բիզնեսի ուղեկցությամբ շուրջ 40 տարի ապրող Խաչիկ Վարդանյանը հիմա էլ երանությամբ հիշում է համար 26-ի այցելուների հերթերը ու մարդկանց ընթերցելու ծարավը։ Այս գործը բիզնեսը տնօրենը չի ժխտում, միայն թե եթե չլիներ գրքերի հանդեպ իր ֆանատիկ սերը, գուցե այստեղ հերթական քյաբաբ խորովածանոցը գտնեինք։ Նույնիսկ եթե ես վարձակալությամբ տայի այս տարածքը, ոչ մի բան չի անի եւ չգիտեմ, մեծ գումարներ կունենայի, ասենք 5-ից 10,000 դոլարի կարգի։ Ես միշտ համեմատում եմ, մենք խավարում մոմ ենք վառում։ Մի փոքր տեղ է լուսավորում, բայց լուսավորում է։ Այստեղ թափանցել են նաև նորագույն տեխնոլոգիաները, արդեն 1 տարի գրախանութը ընդունում է նաև գրքի օնլայն պատվերներ։ Books.am կայքը ներկայացնում է խանութների ցանցի ողջ տեսականին եւ ոչ միայն։ Եթե դուք պատվիրեք, առաքենք հենց նույն օրը կամ մյուս օրը աշխատանքային, մարդիկ արդեն սովորում են ինտերնետ գնումների, ամսական 20-30% աճ կա։ Դա շատ մեծ աճ է ու շատ լավ աճ է։ Ունենք Երևան քաղաքում, ասենք, գրքի 60 գրախանութ, Հանրապետությունում մոտ 200 գրախանութ, ունենք 8 լուրջ հրատարակություններ։ Հրատարակիչների ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Վահան Խաչատրյանը հիշում է խորհրդային Հայաստանի գրքային նկարագիրը։ Ընթերցասեր հասարակությունը սպասում էր գրքին, որ գրախանութների դարակներում չէր փոշոտվում։ Անկախությունը հրատարակչության ոլորտում նշանակում էր պետական հովանավորությունից զրկում, բիզնեսային շեշտադրումների ավելացում, սեփական գլխի ճարը գտնելու արվեստ։ Նախկին 8-ի փոխարեն Հայաստանում այժմ ավելի քան 250 հրատարակչական ընկերություն կա, նշանակում է գրքի տպագրության ոլորտը յուրացրել է այսօրվա կանոնները։ Այն ժամանակ տարեկան 1100 անուն գիրքեր հրատարակվում, մենք կարողանում էինք միլիոնավոր տպաքանակներով հրատարակել գիրքը, նվազագույն տպաքանակները նույնիսկ 10-15 հազար տպաքանակը, ասենք, շատ սովորական կամ 30-50-60 հազար տպաքանակները սովորական էին մեզ համար, ապա այսօր չնայած մենք 2000 անուն ավել անուն գիրք ենք հրատարակում, այսինքն 2 անգամ ավելի, քան խորհրդային ժամանակներում, սակայն տպաքանակների առումով տասնապատիկ նվազել են այս տպաքանակները։ Այսինքն հազարների փոխարեն գիրքն այսօր միջինում ունենում է 500 տպաքանակ ընդամենը, գրախանութների թիվն էլ մի քանի անգամ պակասել է։ Մայրաքաղաքում հիմա 15 գրախանութ կա եւ գրքի վաճառքով զբաղվող 200 գրանցված կազմակերպություն։ Խաչատրյանը վստահ է, պակասել է ոչ թե գրքի նկատմամբ հետաքրքրությունը, այլ մարդկանց գնողունակությունը։ Փոփոխությունը, տարբերությունը այն ժամանակների, այս ժամանակների, միայն մի բանով է, որ քիչ են գնում գիրք։ Արդյունքում տանը հարուստ գրադարաններ ունենալու խորհրդային սովորույթը ծերացել է։ Գրադարանները ոչ միայն չեն հարստանում, այլև դատարկվում են։ Այսօր գրադարանները դուրս են մղում սեփական տներից, դուրս են գալիս դեպի շուկա, մայթիեզեր։ Գրադարակներից ուղիղ փողոց, բառիս ամենաուղիղ իմաստով վերնիսաժն է։ Սա էլ գրքերի բաժինն է հենց մայթին կպած մեքենաների ծխի բերանին։ Այս գրքերի մայրաքաղաքն էլ է Երևանը։ Նրանք քաղաքի ամենադիմացկուն բնակիչներն են։
Եթե մասնագետները գրադարանային հատուկ պայմաններ են թելադրում գրքերի համար, լույսի քանակություն, թույլատրելի ջերմաստիճան, ապա այստեղ Թումանյանի, Բայրոնի, Դաստայևսկու եւ շատ այլ հանճարների ստեղծագործությունները արևի տակ այրվում են, անձրևից էլ խունանում։ Նրանց գլխավոր գրավչությունը ցածր գինն է։ Որ ավելորդ գրքեր ունի, դերում հասնում է պատճառը։ Այստեղ ավելի շահակալ գրական։ Լրագրողներին այստեղ ամենակիչն են սպասում, ասում են հոգնել են հարցախույզերից։ Նրանց միայն հետաքրքրում են այցելուները, որ գրքերը մայթերից տուն կտանեն։ Գեղարվեստական գրքեր օրինակ ձեզ մոտ միջին ինչ արժեք։ 500,000-1500։ Գետն անցում մետրոյի երիտասարդական կայարանի հարևանությամբ։ Այս գրքավաճառը չի թաքցնում, իր բիզնեսի հույսը հիմնականում ուսումնական դասագրքերն են։ Օգտագործված այս գրքերը շատ ավելի մատչելի են, քան գրախանութների նոր գրքերը, իսկ գեղարվեստական ստեղծագործությունների համար քչերն են դիմում։ Ոչ թե որ կոչեմ, որ իմ մոտից չեն առնում այս բիզնեսը, ինչ-որտեղ էլ դա էլ կա բնի, ասենք, ես էլ ինչ-որտեղ կօգտվեմ, որ իմ մոտից առնեմ, բայց ընդհանրապես հենց իմ շրջակայքում սոցհարցում իմ կողմից արած կամ ասենք նկատած ձևով կոչեմ, չեն առնում։ Տպարանից նոր դուրս եկած գործեր այստեղ գրեթե չկան։ Բուկինիստական գրքերը վաճառքի կետ են բերում մարդիկ, որ ուզում են պարզապես ազատվել դրանցից։ 30,000 դրամ։ Իհարկե սա գարգել է, վերջնական չէ։ Հա։ Սա 15,000 դրամ։ Քայլն ալվանց է, ինչքանով եք վաճառում։ 500 դրամ։ Գրքերի վաճառքի 7 տարվա փորձը Հարություն Դեմիրճյանին հնարավորություն է տալիս սեփական վերլուծություններ անել։ Ոչ այնքան գումարի պատճառով է, որ մարդիկ գիրք չեն առնում պարզապես, ալարկոտ են դարձել։ Ասենք հիմա Վարդանանքը եկա գիրքը կա, չէ՞, Վարդանանքը։ Այդ չեն առնում։ Դրա սեղմավերն են առնում, որովհետեւ մի 5 տող բան է, չէ՞։ Երևան, Կասկադ 2010 թվական հունիսի 11, շուրջ 350 երիտասարդ գիրք է կարդում, Չարենց, Սևակ, Գյոթե, Հայնե, սոցիալական ցանցերից ու էկրանային ընթերցումներից երիտասարդները մի քանի ժամով կտրվել են, գիրք են կարդում, ավանդական ու թերթվող գիրք։ Մենք մտածեցինք, որ հավաքվում ենք մոտ 300-400 հոգի Կասկադում, պատահական սկսում ենք գիրք կարդալ 15 րոպե, այդ գրքերը փակում ու գնում ենք տարբեր ուղղություններով։ Սեր ենք առաջացնում դեպի գիրքը հասարակությանը, դա իմ խոսքերը չեն, դա ես լսել եմ հենց մասնակիցներից։ Երևան, Կասկադ 2011 թվական հունիսի 11։ Այս անգամ արդեն իր սիրած գրքով Կասկադ է եկել ավելի քան 700 երիտասարդ։ Նրանք այստեղ են ցույց տալու, որ նոր սերունդը գրքից երես չի թեքել ու նաև վերադարձնելու մայրաքաղաքին բացօթյա, փողոցում, մետրոյում ու ամենուր գիրք կարդալու մշակույթը։ Մենք արդեն երբ որ հայտարարեցինք, որ փառատոնը վերջացավ ընթերցանության ու տեսանք, որ մոտ մի 500 հոգի դեռ կարդում է ու դա շարունակվում մի ժամ, այդ ինչ որ բաներ է։ Տնտեսագետ, հասարակության հետ կապերի մասնագետ, սոցիալական աշխատող, տղաներին մասնագիտությունը չի միավորում, փոխարենը կապում է երիտասարդական ակտիվությունը ֆլեշմոբ դիվիզիա անունով։ Բացօթյա ընթերցանության փառատոնը հենց նրանց նախաձեռնությունն է։ Սոցիալական ցանցերով տարածում են միջոցառման վերաբերյալ ինֆորմացիա, ապա պլանավորված վայրում սպասում մասնակիցներին։ Ես կարծում եմ կարանք երրապատկին, նույնիսկ քառապատկին կենթիվը, որ մենք ունեցանք այս տարի, ինչքան էր 750 հոգի են, չէ՞ որ Կասկադում կային։ Ֆլեշմոբերի, այսինքն առանց երկար-բարակ պլանավորման միջոցառումներ կազմակերպելու երկամյա կենսագրության խումբը արդեն ավանդական դարձած բացօթյա ընթերցանության հաջորդ փառատոնը կանցկացնի նույնքան ավանդական օրը 2012-ի հունիսի 11-ին։ Միայն թե այս անգամ այն կնվիրվի գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանին։ Մասշտաբները շատ ավելի մեծ կլինեն, մասնակիցների թիվը ևս։ Տղաները իսկական գրքային հրավառություն են խոստանում։ Երևանցիները թող սպասեն գրքի հոտի, որը մենք մի շաբաթ երևի կապահովենք կենտրոնում, որ հաստատ։ Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր, համոզված է մեծանում բանաստեղծ Եղիշե Չարենցը։ Նույն համոզմունքով տարիներ շարունակ դաստիարակություն են ստացել սերունդները։ Սխալ է ասել, թե կարգախոսը կորցրել է արդիականությունը։ Ժամանակակից երիտասարդությունը հիմա էլ է այդ անեզր տիեզերքում իրեն հետաքրքրող բաներ գտնում։ Միայն թե համացանցը, նույնն է թե համաշխարհային աղբանոցը հաճախ է գողանում ժամանակը, որ երիտասարդը կարող էր անցկացնել գրքի էջերը թերթելով։ Իրավիճակը շտկելի է, պարզապես պետք է արթնացնել հայ ընթերցողի մեջ քնած դարավոր հետաքրքրությունը դեպի գիրքը։ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք, հիանալի առիթ է գործի անցնելու։